Էջմիածնում իշխող քաղաքացիական պայմանագրի քարոզարշավը սկանդալներով է մեկնարկում։ Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից ընդամենը 1 օր առաջ իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանն ու Արմավիրի հայտնի իշխանականները Դողս գյուղում բարեգործության անվան տակ կազմակերպված խնջույքի են մասնակցել։ Գյուղի երեխաներին նվերներ են բաժանել։ Լրագրող Լիա Սարգսյանի հրապարակած կադրերում նաև քաղաքացիական պայմանագրի ցուցակի երկրորդ համարը Լյուդվիգ Յայլոյանն է նվերներ բաժանում։ Ականատես դիտորդական առաքելությունը հղում անելով լրատվամիջոցների հրապարակումներին նույնպես ընդգծում է նվերներ բաժանել է անձամբ Յայլոյանը։ Ականատեսը շարունակում է երեխաներից մեկին $10,000 համարժեք գումար են տվել։ Հարակից տարածքում էլ տասնյակ մետրերի հասնող լի ու լի սեղաններ էին գծված։ Նաև համերգ է կազմակերպվել։ Հրապարակված կադրերում երևում է ռաբիս երգիչ Արտաշ Ասատրյանը։ Ականատեսը մանրամասնում է, որ միջոցառումը ներկայացրել են որպես բարերար Ռուբեն Մանուկյանի աջակցությամբ իրականացված համայնքային բարեկարգման աշխատանքների շնորհանդես։ Արմավիրի մարզպետարանի հրապարակած տեսանյութում նվերներ բաժանելու դրվագը չի երևում, ոչ էլ տեղեկացրել են առատ սեղանների մասին։ Իրավապաշտպանների գնահատմամբ այս ամենը քրեորեն պատժելի է։ Ականատեսը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Գլխավոր դատախազությունը հաստատում է, ստացել են հաղորդումը եւ օրենքով նախատեսված կարգով կզբաղվեն դրանով։ Իսկ ինչի համար իրավունք չունեն, երբ որ ես հրավիրված եմ եղել եւ այնտեղ հրավիրված է եղել որպես համայնքի ղեկավար նաև պարոն Յայլոյանն է, այսինքն մարդ, ով որ բարերարություն է անում իր գյուղում արդեն ավելին քան 30 տարի եւ իր հերթական միջոցառումներից մեկին հրավիրել է ինձ եւ պարոն Յայլոյանին, ես կարծում եմ կոռեկտ չէր լինի մերժել հրավերը։ Չնայած քրեական օրենսգրքում սևով սպիտակի վրա գրված է թեկնածուի կուսակցականի կողմից անձամբ կամ նրանց անունից բարեգործության անվան տակ ընտրողներին արտոնյալ պայմաններով դրամ սննդամթերք տալը 3-ից 6 տարվա ազատազրկում նախատեսող արարք է, ինքը քաղաքացիական պայմանագրի քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանն իրենց գործողություններում հանցագործություն կամ խախտում չի տեսնում։ Ընտրական որևէ process չի գնացի, արգելվում է, եթե ընտրական, նախընտրական խոստումներ կամ որևէ, չգիտեմ, մարդկանց ուղղորդում դեպի ընտրություններ, բայց որ լրատվամիջոցը կամ որ լրագրողը, որ հրապարակել է նման տեքստ, այսպես ասեմ, թող գետ մեկ կադր հրապարակի, որ որևէ մեկը ես կամ պարոն Յահյանը որևէ ընտրական process-ի կամ որևէ ընտրական ուղղորդման մասին ենք խոսում։ Առերևույթ հանցագործության մասին նահազանգող իրավապաշտպաններն ընդգծում են, միջոցառումը մեջբերեմ ակնհայտորեն ասոցացվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրություններում թեկնածուների անվան հետ։ Ականատեսը այս պատմության մեջ քրեական օրենսգրքի հենց նույն հոդվածի խախտումն է տեսնում։ Մեխակյանը տեղյակ է, որ իրավապաշտպանները հանցագործության մասին են բարձրաձայնում։ Արձագանքում է, թող քննություն լինի։ Ես կոչ եմ անում բոլոր քաղաքասարակությանը, բոլոր մտահոգ մարդկանց, թող դիմեն պատշաճ կարգով պատկան մարմինները թող քննեն, բացահայտեն։ Ես համոզված եմ, որ այդտեղ ընտրախախտում, որևէ ընտրական process-ների հետ փոխկապակցվածություն չկա, չի եղել, միտում էլ չի եղել, նույնիսկ մեր մտքի ծերով էլ չի անցել։ Մինչ հանրությունը ծանոթանում էր իրավապաշտպանների գնահատականներին, քաղաքացիական պայմանագրի օգտին խախտումների հերթական ահազանգը տարածվեց։ Լրագրող Լիա Սարգսյանը Արգիշտի Մեխակյանի պաստառների տեղադրման կադրեր հրապարակեց, գրելով, թե քաղաքապետարանի աշխատակիցներն են այդ գործն անում, ինչն օրենքի խախտում է։ Իրավապաշտպանները նաև այս դեպքով են գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։ Այս ահազանգից մի քանի ժամ էլ չանցած հետքը գրեց, որ Արգիշտի Մեխակյանի քարոզչական նյութերը Վաղարշապատի բնակավայրերի պաշտոնական Facebook-յան էջերում են տարածվում, ինչը փաստում է վարչական ռեսուրսի կիրառման մասին։ Ընտրությունները Վաղարշապատում նոյեմբերի 16-ին են։ Քաղաքացիական պայմանագրից բացի եւս 7 քաղաքական ուժ է հավակնում իշխանության գալ ավելի քան 70,000 ընտրող ունեցող խոշորացված համայնքում։